Բարև ձեզ սիրելիներ, մենք շարունակում ենք մեր ճամփորդությունը Սուրբ Գրքի եւ այսօր ուսումնասիրելու ենք Հեսուի 17 եւ 18 գլուխները։ Այս գլուխներում խոսքը գնում է ժառանգության բաժանման մասին, բայց այստեղ թաքնված է շատ կարևոր հոգեվոր դասեր։ 17-րդ գլխում տեսնում ենք Հովսեփի որդիները Մանասեի եւ Եփրեմի ցեղերի պատմությունը։ Նրանք գալիս են Հեսուի մոտ եւ ասում, որ իրենց բաժին հասած երկիրը փոքր է։ Նրանք ցանկանում էին ավելի մեծ տարածք, բայց Հեսուն նրանց ասում է. «Եթե մեծ ժողովուրդ ես, բարձրացիր անտառ եւ մաքրիր այն քեզ համար»։ Այստեղ մի կարևոր ճշմարտություն կա։ Աստված հաճախ տալիս է հնարավորություն, բայց մենք պետք է քայլենք հավատքով եւ աշխատենք այդ օրհնության մեջ։ Շատ մարդիկ աղոթում են, որ Աստված դուր բացի, բայց երբ Աստված բացում է դուռը, պետք է համարձակությամբ ներս մտնենք սիրելիներ։ Այստեղ մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսին։ Նա ոչ միայն փրկություն է տալիս, այլ նաև կանչում է աճելու։ Նա չի ցանկանում, որ մենք ամբողջ կյանքում հոգևոր մանկության մեջ մնանք։ Նա ցանկանում է, որ մենք հասունանանք եւ տիրենք այն ժառանգությանը, որը պատրաստել է մեզ համար։ 18-րդ գլխում Հեսուի տեսնում ենք, որ դեռ 7 ցեղ չէին վերցրել իրեն ժառանգությունը։ Երկիրը պատրաստ էր, խոստումը տրված էր, բայց նրանք դեռ սպասում էին։ Այդ ժամանակ Հեսուն հարցնում է. «Մինչև երբ պիտի ուշանանք գնալու եւ տիրանալու այն երկիրը, որ Տերը տվել է ձեզ»։ Ինչ հզոր խոսք է սա։ Քանի անգամ Աստված արդեն տվել է ինչ-որ բան մեզ, բայց մենք չենք քայլում հավատքով։ Նա տվել է խաղաղություն, բայց մենք ապրում ենք վախերի մեջ։ Նա տվել է ներում, բայց մենք շարունակում ենք մեղավորը զգալ։ Նա տվել է հաղթանակ, բայց մենք ապրում ենք պարտվածի պես։ Այս խոսքերը այսօր էլ հնչում են մեզ համար, թանկագիններ, մինչև երբ պիտի ուշանաք։ Հիսուս Քրիստոսը արդեն կատարել է փրկության գործը խաչի վրա։ Այժմ նա կանչում է մեզ ապրելու այն կյանքով, որ ձեռք բերեց մեզ համար Գողգոթայում խաչի վրա։ Եփեսացիներից 1:3-ում գրված է. նա օրհնեց մեզ ամեն հոգևոր օրհնությամբ երկնային տեղերում Քրիստոսի մեջ։ Ուշադրություն դարձրեք, չի ասում կորտնի, ասում է օրհնեց, այսինքն մենք արդեն օրհնված ենք, շատ օրհնություններ արդեն տրված են, բայց մենք պետք է հավատքով ընդունենք, վերցնենք դրանք։ Այս գլուխները մեզ սովորեցնում են, որ Աստծո խոսումները միայն լսելու համար չեն, դրանք ապրելու համար են։ Եվ Հիսուս Քրիստոսը եկել է, որ մենք ոչ միայն փրկություն ունենանք, այլ նաև լիարժեք կյանք նրա մեջ։ Սիրելիներ, ինչպես Հիսուսն ասեց, ես եկա, որ կյանք ունենաք եւ էլ ավելին։ Եկեք աղոթենք։ Սիրելի Աստված, շնորհակալ ենք, որ դու մեզ օրհնել ես, Տեր Աստված, ամեն օրհնություններով։ Շնորհակալ ենք Հիսուս ջան։ Խնդրում ենք քեզ, Տեր ջան, այն ժառանգությունը, որն ես մեզ համար պատրաստած, օգնի, որ մենք հասնենք այդ ժառանգությանը, Հայր։ Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում այս աղոթքը։ Օրհնիր Տեր Աստված բոլոր իմ քույր եղբայրներից, նրանք, որ Տեր ջան, միշտ մասնակցում են եւ նրանք էլ Տեր ջան, որ չեն կարողանում Տեր ջան, բոլորին օրհնի, պահի, պաշտպանի Հիսուս Քրիստոսի անունով ու փառավորվի հավերժ փառքերով, ամեն։ Աստված օրհնի ձեզ սիրելիներ, Աստծո կամքով կհանդիպենք մեր հաջորդ գլուխներում։ Եղեք օրհնված։